Հարությունյան, ինչպես գիտենք, մարտի 30-ին Գյումրիում թիմ արտահայտ ընտրություններ են լինելու։ Ինչ կասեք, ինչ տպավորություն եք ստանում արդեն թեկնածուների անուններ հայտնի։ Գիտենք, որ մի կողմից էլ իշխանությունը սկսել է այսպես թիրախավորելը, պիտակավորելը իրեն ընդդիմադիր համարող ուժերին, նրանց կապում է նախկին նախագահների հետ։ Ինչ կասեք, ինչ տպավորություն եք ստանում։ Թիմ ընտրությունների քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, ամսի 15-ից է լինելու, բայց դե ֆակտո գրեթե բոլորը նախընտրական քարոզչությանը մեջ մտան եւ ուղղակի դե յուրե դեռ պաշտոնապես հայտարարված չէ։ Արդեն պարզ է դարձել, թե որ կուսակցություններն են, կուսակցությունների առաջին համարները որպես քաղաքապետի տեխնացուներ ովքեր են։ Ես մի բան եմ նկատում, ձեռագիր է դարձել, թե ինչ, ես զգում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը, ինչպես միշտ, ինչպես տարբեր ժամանակներ, այդպես էլ փորձում է, որ ընդդիմադիրներին, այն մարդկանց, որոնք իրենց կողքը չեն, այն կուսակցությունները, որոնք իրենց չեն սատարելու, իրենց արբանյակները չեն, փորձում են նորից նրանց այսպես շաշկից հանել, վարկաբեկել, փնովել, կամ ընդհանրապես թույլ չտալ, որ մասնակցեն այս թիմ ընտրություններին, ինչպես եղավ ԴՕԿ կուսակցության հետ։ Այսինքն ԴՕԿ Վարդան Ղուկասյանի հետ կատարվածը դուք բացառապես քաղաքական հետապնդում եք համարում։ Բնականաբար, միայն քաղաքական հետապնդում, որովհետև այդ անձնավորությունը Վարդան Ղուկասյան ԴՕԿ-ը իր ԴՕԿ կուսակցությամբ որևէ վատ բան չէր ասել։ Նա ընդամենը ասել էր, որ ՔՊ-ն Գյումրիով եկել է, Գյումրիով էլ պետք է գնա, որ ծաղկի Գյումրին, որ վերանա այդ վախի մթնոլորտը, ՔՊ-ի կողմից տարբեր այսպես միջոցներ տրամադրեն, որ էլի հաղթողը լինի ՔՊ-ն, ՔՊ-ի կուսակցությունը, բայց ես մի բան գիտեմ, գյումրեցին այս տարիների ընթացքում, հատկապես վերջին 1-2 տարվա ընթացքում ամեն ինչ հասկացել է, ամեն ինչ գիտի, իրենք պետք է ինձ թվում է օգտագործեն միայն իրենց այն լծակները, որը այսօր վախի մթնոլորտ է առաջացրել մարդկանց մոտ, մեկը կարող է կորցնել աշխատանքը, մեկի հետ կարող են հաշվեհարդար տեսնել, կամ այդ ինչ ինքնավստահություն է, որ վարչապետի խոսնակը ասում է մենք ենք հաղթելու, ասում է թռի հետո նոր հոպ արա, չի կարելի այդպես մտածել, դուք 21 թվականին այդ ձայները չհավաքելով դաշինք եք կազմել, Պալասանյան դաշինքն է եղել, այնպես որ հիմա ավելի շատ է ձեր կուսակցության վարկանիշը ընկած, այդքան ինքնավստահ պետք չի լինել եւ նաեւ ասեմ, պետք չի մրոտել, պետք չի սևացնել այն մարդկանց, որոնք ճիշտ է աչքից լույսը չեն, բայց նրանք Գյումրիում ապրել են, արած ունեն, Գյումրիում ունեն իրենց կշիռը, Գյումրիում լավ թե վատ մարդիկ ճանաչում են, պետք չի ասել Երևանից են բերել, պետք չի ասել ինչեր է մեկ արել, ինչու ընդունել, այդպես չի կարելի։ Դուք ձեր արածների համար խոսեք, դուք ձեր չարածների համար խոսեք։ Եվ քանի որ մենք պահքի շրջանում ենք, ես ուղղակի ուզում եմ հիշեցնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջափահյանի խոսքերը, որը մի անգամ ասել է. պահքի ժամանակ միս կերեք, բայց իրար միս մի կերեք, որովհետև վերև Աստված կա եւ երբեք ճշմարտությունը կարող է հիվանդանալ, բայց չմահանալ։ Այսօր մենք այս քարոզարշավի շեմին ենք, այսօր լինելու են ընտրությունները, բայց մի մոռացեք, հարգելի տարբեր կուսակցություններ, առաջին հերթին այն մարդիկ, որոնք այստեղ են ապրելու, միմյանց երես են տեսնելու, հետո ոնց եք նայելու մեկը մյուսիդ աչքերին, չի կարելի այդպես, բայց ես հուսով եմ նաև, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս անգամ էլ չի հաղթելու, ուզում եք կողքը արբանյակներ ունենալ, ես հուսով եմ։ Հարությունյան, ինչպես ԴՕԿ կուսակցության ղեկավարի, այնպես էլ Գյումրիի նախկին քաղաքապետի նկատմամբ
տեսանք շոուներ, բեմադրվեցին Այո։ ձերբակալություններ, մի քանի հոդվածներով է անցնում քրեական գործերով։ Արդյոք կարող ենք ասել, որ այս մարդիկ իշխանության համար ռեալ մրցակիցներն են եւ այս իր գործողությունները խոսում է բացառապես նրանց վախերի մասին։ Նորմալ գիտակից մարդը մի քիչ այսպես դատողությունից այսպես մոտ կանգնող, որ դատողություն ունի, կարող է լրիվ մտածել, որ իրենց կոկոշտի ոսկորը երկու Վարդաններն էին։ Վարդան Ղուկասյանը, նախկին քաղաքապետ, եւ Վարդան Ղուկասյան Տոկը, Տոկի պատվավոր նախագահան։ Դրա համար էլ նրանք փորձեցին ի սկզբանե առանց քարոզարշավի, առանց դեր որևէ այսպես իրավունքը ունենալու, սկսեցին վատաբանել, սկսեցին մրոտել եւ դա ակնառու է։ Ես նաեւ գիտեմ, որ իրենք պետք է շարունակեն դեռ ուղղակի տոկուսակցությունը այլևս այսպես դուրս է եկել, բայց կապ չունի դա։ Թող չմոռանան, որ արխիվում համապետական ընտրություններ են։ Դա թող չմոռանան։ Իսկ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պահով ինչ որ ասում են, ինձ թվում է, որ Վարդան Ղուկասյանն էլ հավուր պատշաճի իրենց պատասխանը տալիս է վկա, բազեի ու ճանճի բանաստեղծությունը։